Եթե կարելի է զիջման մասին կարճ հարց տամ եւ վերջին հարցին անդրադառնանք, պարոն վարչապետ, զիջելը կամ կոմպրոմիսի գնալը լավ ու վատ բանի մասին չեմ խոսում։ Եթե Հայաստանն է երկու կետերը, որոնք Ադրբեջանն է առաջարկում, համաձայնում է, գնում է զիջման։ Երկրորդը զիջում է, երբ որ ներողություն ասեմ բոլորը, զիջում է, երբ գերիների հարց չենք քննարկում։ Զիջում է, երբ Ադրբեջանին չենք պարտադրում, որպեսզի մեր օկուպացված տարածքներից հեռանա, ասում ենք դա կթողենք սահմանազատմանը։ Բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, շարունակում է իր նույն խոսույթը, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, հետո կմտածենք ստորագրել թե ոչ։ Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որը ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը եւ մեր իրականությունը եւ տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։ Երկրորդը իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում։ Չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես էլի բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանիսն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Ահա եթե պատկերացնենք, որ այդ նրանց վերադառնալուց մի օր առաջ կամ 5 ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չի կարելի, չէր կարելի։ Որտեվ նախկինում էլ 2020 թվականին, 20 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ կոնկրետ օր եմ ասել եմ, այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան, եւ դա տեղի չի ունեցել եւ դա եղել է առաջին եւ վերջին անգամը, երբ որ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։ Ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան թե ակնկալիք առաջացնել եւ հիասթափություն առաջ բերել։ Ձեր հարցի երրորդ կոմպոնենտն է։ Մենք ինչ ենք ասել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում եւ կանոնակարգով։ Ասել ենք, որ մեր սահմանը խորհրդային հանրապետությունների սահմաններն են։ Եվ մենք ասել ենք, որ այդ Ալմատիի հռչակագիր բազային սկզբունք է։ Եվ այս սահմանով մենք պետք է իրականացնենք սահմանազատում։ Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ միլիմետրի տարբերությամբ սահմանի վրա, այդ իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չի։ Մենք ինչ ենք ասում, որ տեսեք Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք մեր օրակարգում եղած որ հարցը մենք պետքա ուժային սցենարով փորձենք լուծել։ Այսինքն պետքա դու օրակարգում ունենաս հարց, որը ուժային սցենարով պետքա լուծես։ Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմատիի հռչակագրի հիման վրա եւ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների սահմանով, ինչ խնդիր ենք մենք փորձելու լուծենք ուժային ճանապարհով։ Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, այդ մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է։ Բայց մենք ասում ենք, մենք մեր օրակարգում նման հարց չունենք եւ չենք ունենալու, ինչու՞, որովհետեւ իմ ասած երկու փաստաթղթերը հնարավորությունները ստեղծել են, որ եւ գործիքներն են ստեղծել, որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի, այնտեղ որտեղ պետքա կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Հետևաբար այստեղ էլ ուժային որևէ սցենար քննարկելը ուղղակի անհեթեթություն է։